Մենք ապրում ենք հարաբերությունների աշխարհում։ Հարաբերություններ ընտանիքում, կողակցի հետ, երեխաների հետ ու սոցիումում։ Որքան ներդաշնակ են այդ հարաբերություններն, այնքան մենք մեզ երջանիկ ու իրացված ենք զգում։ Հետևաբար, ընկճված ու դժբախտ ենք զգում, եթե այդ հարաբերություններում կան խութեր ու խոչընդոտներ։ Եվ հենց դրա համար է, որ ես անդադար կրկնում եմ. հոգեբանությունը գիտություն է մարդու համար եւ մարդու մասին։ Կապ չունի, թե ով ես դու մասնագիտությամբ, փաստաբան, ծրագրավորող, հաղորդավար թե ուսուցիչ, պետք է գտնես քո հոգին բացող բանալին, պետք է ճանաչես ինքդ քեզ, քո ենթագիտակցական ծրագրերը, մտքերը, որովհետև կյանքում դու շատ հաճախ շարժվում ես համաձայն այդ ծրագրերի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հայտնվել ճիշտ պահին, ճիշտ տեղում ու ճիշտ մարդկանց շրջապատում։ Տարիներ առաջ ինձ հետ պատահականորեն, իսկ հիմա ես գիտեմ, որ պատահականությունները պատահական չեն, կար մեծ ցանկություն, եղավ այդ իրադարձությունը, երբ ես հոգեբան Մարիամ Մեհրաբյանի հետ վարում էի իմ հաղորդումները, տեղեկացա, որ ժեստում կա ընտանեկան հոգեբանի դպրոցը։ Որոշեցի միանգամից միանալ եւ դառնալ դպրոցի սանը, որովհետեւ ամենակարևոր հարաբերությունները հենց ընտանիքում են ու ամենախոցվածը մարդը հենց լինում է ընտանիքում, երբ հարաբերություններում կան որոշակի խնդիրներ։ Միացա եռամսյա կուրսին, ստացա շատ գիտելիքներ ու հմտություններ։ Այդ գիտելիքները ես ստացա երկու տարբերակով. տեսական, որտեղ դասավանդում էին ոլորտի լավագույնները, ու գործնական, պրակտիկ աշխատանքներ։ Իսկ հիմա գանք, թե ժեստից այս դպրոցից, ընտանեկան հոգեբանի դպրոցից որոշակի տարիներ հետո ես ինչ հաջողություններ արձանագրեցի։ Այն ժամանակ ես մտածում եմ, որ ես միայն ստեղծագործ անհատ եմ, հաղորդավար, գուցե սցենարներ գրեմ, բայց ինչ բիզնես։ Ու նույնիսկ այսպես շատ բարձր ամպագորգոր հայտարարում է, ես բիզնեսից հեռու եմ, բայց արի ու տես, որ եղավ երբեք մի ասա երբեքը, այսօր ես Շակարդ արվեստի եւ զարգացման կենտրոնի հիմնադիր ղեկավարն եմ, դասավանդում եմ երեխաների ու դեռահասների ու բացի հիմնական դասավանդվող առարկաներից, հաղորդավարություն, դերասանի աշխատանք, էթիկետ եւ այլն, ամենակարևորը ես այստեղ կիրառում եմ ժամանակին իմ յուրացրած գիտելիքները։ Ժեստն ինձ սովորեցրել է նաեւ, որ արտաքին աշխարհը իմ ներաշխարհի հայելին է։ Եվ ինչպես ես ինձ զգում եմ ներաշխարհում, եթե ես ինքս ինձ ժպտում եմ, բնականաբար արտաքին աշխարհը եւս ինձ ժպտում է։ Նա իմ անդրադարձն է։ Ես դա սովորեցնում եմ իմ Շակարդ արվեստի եւ զարգացման կենտրոնի սաներին, իսկ ձեզ ասում եմ՝ ժպտացեք աշխարհին։ Մի օր նա ձեզ պատասխան լայն ժպտալու է։